Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ։ Ողջույն եմ պարոն Խզմալյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շնորհակալություն հրավերի համար։ Facebook-յան ձեր էջից մեջբերում եմ ուզում ներկայացնել մեր լսարանին, այնուհետև սկսենք մեր զրույցը։ Թեման պարզ է, այն վերաբերում է Հովանավանքում երեկվա տեղի ունեցածին։ Եվ այսպես Facebook-յան ձեր էջում դուք գրում եք. «Օրվա ամենասարսափելի կադրերը երեխաների կադրերն են։ Երեխաները տեսնում ու լսում են մեծերի կեղտոտ խաղերը ու կորցնում հավատը ամեն ինչի հանդեպ։ Սա է մեծագույն սրբապղծությունը ու մանկապղծությունը»։ Նիկոլ Փաշինյանը իր էջում դիմելով հանրությանը կիսվեց իր մտքերով եւ ասաց, որ այսօրվա պատարագը իր համար, իր հոգու եւ հոգեվոր կյանքի նորոգման մի կարևոր մեկնարկ էր։ Իսկ ես ուզում եմ ձեզ հարցնեմ եւ այսպես հոգեվոր կյանքի նորոգման մեկնարկի մասին է խոսում Փաշինյանը, իմ հարցն է, ինչ էջ գրվեց մեր պատմության մեջ երեկվա իրադարձության։ Ցավոք սրտի, սա նոր էջ չէ, սա շարունակությունը մի շատ վտանգավոր եւ կործանարար գործընթացի, որը կարելի է բնորոշել մեկ բառով՝ պառակտում։ Փաշինյանը տարիներ շարունակ զբաղվում է ցավոք սրտի պառակտմամբ, ոչ թե միավորմամբ ազգի, ինչը հարիր է պետական այրի եւ ազգի առաջնորդին։ Նա շարունակ բաժանում է, պառակտում է, կիսում է եւ կրկին խառնում ու իրար դեմ է հանում նախկիններ եւ ներկաներ, սևեր ու սպիտակներ, նիկոլականներ եւ գարեգինականներ, արցախահայեր եւ հայաստանցիներ, սփյուռքահայեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ երեք մենք տեսանք, որ եւս մի կարևորագույն ազգային ինստիտուտի կառույցի ներսում սկսվեց ոչ թե նորոգում, ինչպես ասում է Փաշինյանը, որովհետև նորոգումը կամ որևէ բարեփոխումը, ինչը իհարկե անհրաժեշտ է եւ եկեղեցուն, եւ մեր երկրին, մեր բոլոր կյանքի ոլորտներին, կառավարության, ազգային ժողովին եւ ժամանակ առ ժամանակ դա տեղի ունենում ընտրությունների միջոցով, ԱԾ-ին եւ բանակին, կրթությանը եւ առողջապահությանը դա մշտական գործընթաց է, դա այնպես չէ, որ մենք ապրում, հետո սկսում ենք նորոգում անել։ Սա սիրո պես մի բան է, որը պետք է ապացուցել ամեն Աստծո օր։ Այնպես չէ, որ մենք ամուսնացանք եւ ապրում ենք հիմա ամեն մեկս մեզ համար, ոչ։ Պետականաշինությունը եւ այլն եւ այլն։ Ես խոսում եմ հիմա ոչ թե քաղաքական վերլուծաբան, այլ քաղաքական գործչի տեսակետից։ Ինչ օգուտ է այս ամենը բերում մեր պետությանը։ Եվ տեսնում եմ հիմնականում պառակտում։ Ես հիմա չեմ ուզում մտնել բարոյախրատական դիսկուրսների մեջ, բայց քանի որ ես վստահ եմ, որ մենք խոսելու ենք այս ամենի մասին, ես հետս բերեցի, գիտեք հայերենում կա մի այդպիսի արտահայտություն, քարերը փեշերից հանենք։ Ես քար բերեցի հետս, որովհետև այդքան է խոսվում եկեղեցու բարոյականության, քրիստոնեության մասին, Քրիստոսի կարևորագույն պատգամներից մեկը սա էր, նա քար դրեց, ասեց, ով անմեղ է իրեն համարում, թող առաջինը շպրտի այս քարը։ Խոսքը գնում էր մի պոռնիկ կնոջ մասին, որին ըստ Աբրահամի օրենքների, ըստ Մովսեսի օրենքների առաջարկվում էր կարկոծել, սպանել կարկոծությամբ, կարկոծելով եւ Քրիստոսը արեց այս հայտնի բանը, այսինքն ինչի մասին է սա, ներելու, մոռանալու, ոչ, սա պառակտման դեմ է, սա ատելության դեմ է, սա այն է, ինչով ոչ թե եկեղեցին, այլ պետությունը պետք է զբաղվի,
որովհետև եկեղեցիները շատ են պետություն, մեր երկրում պետությունը պետք է հիշի, որ եկեղեցին առայցային էլ պառակտված է 56 թվին վերջին պառակտումը եղավ, մինչև դա ուրիշ պառակտումներ կային, մենք ունենք առաքելական, կաթոլիկ, բողոքական եկեղեցիներ, կրիշնայիտներ ունենք, իսլամական, դավանանքի հայեր ունենք, բուդդիստներ ունենք եւ այլն, վերջը հսկայական զանգվածը աթեիստներ են կամ չգիտեմ էլ ինչ եւ ինչ մենք ինչով ենք հիմա զբաղվելու, դա պետության գործն է, պետության գործն է մի քիչ ուրիշ բան, չէ, եւ երբ որ ծանրագույն մեղադրանքներ են հնչում, օրինակ այն ինչի մասին մենք բոլորս գիտենք եւ վաղուց խոսում ենք, որ ռուսական հատուկ ծառայությունները վերահսկում են հայկական եկեղեցին, այո, դա այդպես է ցավոք սրտի, բայց ցավոք սրտի նույն ռուսական հատուկ ծառայությունները վերահսկում են եւ ողջ մեր երկիրը, տնտեսությունը, կառավարության մի մասը, ազգային ժողովում երկու կուսակցություն 3-ից, հանքերը, բանկերը, մամուլը, ինչ է արվում այդ ոլորտում, որը ուղիղ վարչապետի կառավարման տակ է, որտեղ ըստ սահմանադրության եկեղեցին 17, 18 եւ 41-րդ հոդվածներով անջատ է պետությունից եւ ես այսօր առավոտյան կարդում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը նոր հավաքագրում է ուրեմն անում նոր կադրեր է ուղարկում վերապատրաստվելու եւ սովորելու որտեղ FSB-ի դպրոց Ռուսաստանում, այսինքն ոնց նույն կառավարությունը մի կողմից պայքարում է KGB-ի ռուսական KGB-ի գործակալների հետ, մյուս ձեռքով իր ազգային անվտանգության ծառայությունը ուղարկում է նույն KGB-ի դպրոցներ սովորելու, սա մի գլխում ոնց է տեղավորում, սա ինչ հեգնանք է բանականության կամ ընդհանրապես որևէ բանի հանդեպ։ Ես համարում եմ, որ իրականում սա փորձ է սեփական ձվածեղը սարքելու համար այրել ողջ խոհանոցը, ողջ մեր տունը եւ ես չեմ հավատում, որ սա բերելու է նորոգմանը, մաքրազտմանը, ոչ։ Եկեղեցու փոփոխությունը պետք է գա ներսից։ Կյանքը ներսից է ծնվում, դրսից կյանքը քանդվում է։ Ձուն կյանք է տալիս, երբ որ ներսից է ջարդվում։ Դա կյանքի նշանն է։ Երբ որ դրսից ես ջարդում, կյանքը ավարտվում է, նույնը եւ եկեղեցուն վերաբերում եւ մեր պետությանը։ Մենք վտանգավոր շրջանում ենք հիմա, շատ վտանգավոր շրջանում ենք ապրում եւ քանդել մեր միավորման շատ քիչ մնացած ոլորտներից մեկը դա պարզապես քաղաքական սխալ է, բարոյական առումով պարզապես հանցանք է։ Արդյունքները սրա ինչ կլինեն, հետևանքները ինչպիսին եք տեսնում։ Ինչ կապ ունի այս ամենը մեր սովորական դժվար առանձին լարված կյանքի հետ։ Ինչ հետևանքներ այս արշավը կունենա թոշակառուների, բանվորների, գործազուրկների կյանքի հետ։ Ինչու է Փաշինյան անում դա։ Ինչու նա չի զբաղվում նրանով, ինչով պետք է զբաղվի կառավարությունը։ Որովհետև Փաշինյանը այսքան տարիների ընթացքում տապալել է սոցիալ-տնտեսական բարեփոխումները, գները աճում են, հարկերը աճում են, հիպոթեկաները անտանելի բարձր են, որևէ լուրջ բարեփոխում չի արձանագրվել ամենակարևոր կյանքի մեր ոլորտում, դատաիրավական, այսինքն արդարադատության ոլորտում, սովորական մարդը, գործարարը, բանվորը, մատուցողը, տաքսու վարորդը պաշտպանված չեն պետությունից, պաշտպանված չեն հսկիչներից, պաշտպանված չեն մեծահարուստներից։ Էլ չեմ ասում դիվանագիտական եւ ռազմական տապալումներ ուղղակի աղ չլցնենք մեր բաց վերքերի վրա, այսինքն որ ոլորտում է արձանագրված հաջողություն, որ հիմա թողած բոլոր այս ոլորտները, որտեղ չի կառուցվել որևէ լուրջ բան, բացի ասֆալտ փռելուց։ Կներեք, ասֆալտ փռելով պետություն, առավել ևս ժողովրդավարական պետություն, իսկ ուրիշ Հայաստան չի գոյատևի։
այդպես պետություն չի կառուցվում։ Գիտեք, Բելարուսում էլ են շատ լավ ճանապարհներ։ Մանկապարտեզներն են վերանորոգում, այս ընթացքում ինչու։ Նորից իմ հարցն է, ինչու, այո, դուք թվարկեցիք խնդիրների շարանը, դուք թվարկեցիք Ռուսաստանի, անգամ եթե Փաշինյանը ասում է Ռուսաստանի գործակալներից ենք ազատում եկեղեցին, Ռուսաստանի գործակալների ազդեցության տակ գտնվող կառույցները եւ գուցեև մարդկանց։ Ինչու այդտեղ չի ուղղվում սայրը, այլ գնում է եկեղեցի Փաշինյանը այժմ։ Հենց այն պատճառով, որ պետք է շեղել մարդկանց ուշադրությունը սկանդալներով, նոր շոուներով, եւ այդ շոուի համար, այդ կրկեսի համար ընտրված է եկեղեցին հիմա, որպեսզի պարզապես առաջինը շեղել մարդկանց ուշադրությունը, բևեռացնել ազգը, մասերի բաժանել եւ այդ ատելությանը ճանապարհ տալ դեպի իր շահի, որն է իր շահը, վերընտրվել։ Ես սարսափով հիշում եմ ՄԱԿ-ի վերջին գագաթան ժողովը, երբ որ տարբեր առաջնորդներ խոսում էին իրենց համար գլխավոր խնդիրների մասին։ Թրամփը խոսում էր պատերազմների մասին, որ նա իրականում կամ իր երևակայության մեջ ավարտեց, Նեթանյահուն խոսում էր եւ կարդում էր պատանդների անուն առանուն ցուցակը, իսկ ինչ էր խոսում Փաշինյանը, նա խոսած խաղաղության մասին եւ ասաց, որ դա կախված է իր վերընտրությունից, այսինքն ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից, նա միակ առաջնորդն էր, ով աշխարհին խոսեց իր սեփական անձի, իր անձի քաղաքական վերընտրության մասին։ Ահա ինչի համար է նա զբաղվում հիմա այս սրանով։ Փոխանակ զբաղվեր մարդկանց ամենօրյա կյանքով։ Ինչ է ամենօրյա կյանքը։ Մենք ունենք երիտասարդ ընտանիքներ, որոնք չեն կարող իրենց թույլ տալ երեխա ունենալ։ Մենք ունենք աղքատների, ովքեր ողջ աշխարհում կան աղքատներ, բայց ինչ ենք մենք այս տարիներին արել, ինչ ենք մենք արել ժողովրդավարություն կառուցելու համար, որովհետև այն ինչ կատարվում է հիմա, դա հակաժողովրդավարական է, եւ այն մարդիկ, որոնք իրենց անվանում են ժողովրդավար եւ հիմա փորձում են ինչ որ հորինած բաներով արդարացնել այս ամեն, այս խայտառակությունը, մեծ հարցեր են հարուցում, որովհետև ժողովրդավարական ընդդիմության պարտքն է ստիպել կառավարությանը գնալ ժողովրդավարական բարեփոխումների։ Մեր դեպքում, որպես արտախորհրդարանական կուսակցություն, մենք նախաձեռնել ենք Եվրամիության անդամակցության օրենքը եւ մենք վստահ ենք, որ սա միակ ելքն է այս ստեղծված շատ ծանր իրավիճակից, որովհետև անվտանգության հարցում ես վստահ եմ, մենք ունենք հաշված տարիներ։ Մեզ շրջապատող բազմամիլիոնանոց մահմեդական ազգերը եւ երկրները չեն հանդուրժի Հայաստանի գոյությունը այս տարածաշրջանում։ Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք կառուցված են հայկական հողերի վրա, նրանք թույլ չեն տա Հայաստանը որպես ռեգիոնալ երկիր մնա, իսկ այն ինչ անում է ՔՊ-ն եւ Փաշինյանը, որոնք սկսած այդ մեր առաջարկված օրենքի քննարկումներից հեգնում էին, խոչընդոտում էին եւ ասում էին, որ դուք արկածախնդրությամբ եք զբաղված, այնուամենայնիվ մենք կարողացանք որոշ ժամանակով համոզել նրանց, բերել մեր դաշտ, իսկ հիմա իրանք կտրուկ շրջվեցին։ Այս տարվա մայիսից հետո բոլոր քայլերը Փաշինյանի կառավարության ուղղված են Եվրամիությունից հեռանալու, մտնելու մեկ Շանհայան ինչ որ կազմակերպություն, մեկ BRICS-ի շուրջը խաղեր տալ, Պակիստանը ճանաչել, Ալթայ գնալ եւ այլն եւ այլն, այդ ամենը հակասում է մեր գլխավոր ոչ միայն մեր կուսակցության նպատակին, մեր ազգի գոյության միակ երաշխիքի, դա ուժեղ ռազմաքաղաքական դաշինքի մեջ մտնելն է, դա Եվրամիությունը, ուրիշը չկա։ Եվրոպական միության անդամակցությանը գնալու այդ գործընթացի համար հավաք եք նախաձեռնել, ժողովրդական ուժերի ֆորում եք ձևավորել, ճիշտ է, համախոհներ եք, կաք մի քանի կազմակերպություն, քաղաքական ուժ եւ հասարակական կազմակերպություն։ Այս հարցում կարծես թե միասնություն, միասնական չեք, այս հարցում կարծես թե տարաձայնություն կա։ Ճիշտ եմ ես։ Մի քանի օր առաջ
ես հրապարակեցի 70-ից ավել անուններից այդ բնական ընդ որում հերթականությամբ, ավելի բնական կարգով ցուցակ այն մարդկանց, ովքեր իմ համեստիս, խոնարհիս պատկերացմամբ համապատասխանում են շատ թե քիչ 3 չափանիշների։ Նրանք ոչ նախկին, ոչ ներկա կառավարության գործադիր ինստիտուտներում չէին աշխատում, 1-2 բացառությամբ, որոնք հարգելի են։ Եվ երրորդ չափանիշն է, նրանք բացեիբաց հանրային հասարակական դաշտում խոսել են իրենց եվրոինտեգրման քաղաքական կուրսի մասին։ Ես առաջարկել եմ գնալ առաջիկա ընտրություններին դաշինքով 70-ից ավել մարդկանց ցուցակ, որը բաց է, որը չի համաձայնեցվել նրանցից ոչ մեկի հետ, դա Հայաստանի Եվրոպական կուսակցության առաջարկն է։ Մենք այնտեղ ունենք համեստ 2-3-4 հոգանոց ներկայություն 70-ի մեջ, այն բոլոր կուսակցությունները անկախ նրանց անվանումներից, մեր անձնական հարաբերությունից, ոմանց հետ ես ծանոթ էլ չեմ, ոմանց հետ համաձայն չեմ կամ չեմ էլ շփվում, բայց անկախ դրանից հանուն ժողովրդավարական ուժերի միավորման ես առաջարկ արեցի եւ այդ առաջարկը սեղանի վրա է։ Նրանք պետք է արձագանքեն իմ կարծիքով, մերժեն, հեգնեն, համաձայնվեն, դա նրանց գործն է, բայց ոչ ոք այլևս թող չասի, որ այդ առաջարկը արված չէ։ Այդ առաջարկն արված է եւ մեզ համար ավարտեմ միտքս։ Սա գոնե ինձ համար սա քաղաքական խաղ չէ, սա մեր ինձ համար գոնե վերջին մարտն է լինելու, որովհետև եթե մենք պարտվենք 26 թվականին, ես շատ հոռետես եմ մեր երկրի այս վիճակում պետականությունը պահպանելու ունակությունների վրա։ Իմ հարցս նաև վերաբերում է նրան, որ այո, դեպի եվրոինտեգրում գուցե 70 հոգանոց ցանկ եք կազմել, նրանք բոլորը դեպի Եվրոպա անդամակցությանը ջատագուվ են, բայց այս հարցում ձեր մեջ պարակտում չկա, այս եկեղեցու թեմայով հարցում, այնինչ տեղի ունեցավ 3 Հովանավանքում, կաթողիկոսի հարցում, այո, կա։ Ինչպես է ասում Փաշինյանի հոգու եւ հոգեվոր կյանքի նորոգման, այո, այդ ամենը կա, այո, բազմաթիվ հակասություններ կան։ Չի մտցնելու պարակտում նաեւ ձեր այդ միասնության մեջ եւ լի հատիկ դարձնելու ձեզ։ Քաղաքականությունը դա առաջնահերթություններ գտնելու արվեստ է։ Առաջնահերթն է ազգային անվտանգությունը, պետականության պահպանումը, որի իհարկե մասն է կազմում նաև եկեղեցական հարաբերությունների կառավարություն, բայց առաջնահերթը դա չէ։ Առաջնահերթն է ապահովել երկրի պետության գոյությունը։ Այդպես որ Եվրամիությունը դա մեզ համար իմ խորին համոզմամբ ազգի անվտանգությունը ապահովելու, ել չեմ ասում զարգացումը, տնտեսական աճը, բարգավաճումը, այդ ամենը հետո քայլ առ քայլ մենք ունենք այդ ծրագիրը, բազմաթիվ երկրներ անցել են այդ ճանապարհով, սկսած Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, մինչև Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան, որը հիմա փաստորեն մեր աչքի առաջ է, հենց նոր են վերադարձել Եվրոպայից եւ Լեհաստանում մի շաբաթ անցկացրեցի, ես ապշել էի, այդ երկիրը ընդամենը 2 շաբաթ առաջ հատել է 1 տրիլիոն GDP-ի համախառն ներքին արտադրանքի շեմը, դառնալով 20-րդ տնտեսությունը, խեղճ ու կրակ աղքատ Լեհաստանը, որտեղ մեր տուրիստները սրճեփեր էին տանում վաճառելու։ Լեհաստանը արտադրում է ամեն ինչ։ Ես մտա շինանյութի խանութ, մեխերից մինչև դրել, կներեք, մուրճից մինչև սաղավարտ շինարարական, բարդ կենցաղային տեխնիկայից մինչև ձեռնոցներ, ոչ թե չինական կամ թուրքական, այլ տեղական արտադրանքի են։ Ես օրինակ եմ բերում, որ հնարավոր էր, ես 30 տարիները ճիշտ քաղաքականություն եւ տնտեսական նաեւ քաղաքականություն վարել։ Մեր քաղաքականությունը եւ տնտեսության մեջ եւ դիվանագիտության մեջ տապալվել էր, բերել էր մարդկային եւ տարածքային սարսափելի կորուստների եւ շարունակում է մնալ ռուսական գաղութի, հիմա նաեւ ռուսա-ազերբայջանա-թուրքական
պատանդի կարգավիճակում մնալու գաղափարախոսություն, որը անվանում են ռեգիոնալիզմ գեղեցիկ եւ հիմարագույն եզրով։ Սա ինքնասպանություն է։ Եվ եկեղեցու հետ պառակտում, գիտեք, դուք սկսեցիք երեխաներից, մենք ապրում ենք երեխաներով։ Պետական կրոնը քրիստոնեությունը Հայաստան, բայց իրական ազգային կրոնը երեխաներն են։ Այնինչ մենք անում ենք, երեխաների համար ենք անում։ Երբ որ խոսում ենք հանուն ինչի ենք ապրում, երեխաների համար ենք ապրում։ Ապագա Հայաստան դա երեխաների համար է։ Երեխաները մի հատկություն ունեն, իրենք չեն լսում մենք ինչ ենք նրանց ասում, ինչ ենք սովորեցնում։ Իրանք նայում են ինչ ենք մենք անում։ Եվ ինձ սարսափեցրեց այս կադրերում այն ինչպես են այս երեխաները բաց աչքերով նայում ինչ է կատարվում։ Իրենք տեսնում են, որ մի բեմադրություն է։ Իրենք իհարկե չեն կարող բացատրել կամ հասկանալ իրականում ինչ է կատարվում, բայց իրենք տեսնում են, որ այստեղ շատ լարված եւ շատ մեծ խաղ է գնում, որովհետեւ մարդիկ եկեղեցու ներսում պորտկում էին։ Այնտեղ ատելություն կար, այնտեղ համերաշխություն, քրիստոնեական սեր չկար։ Սիրո հեղափոխությունը, որի մասին տարիներ առաջ խոսեց Նիկոլ Փաշինյանը, վերածվեց ատելության պատերազմի։ Երեխաները դա են տեսնում։ Եվ սա է, որ մեծագույն վտանգն է մեզ համար։ Սա պառակտում է, որը դրված է արդեն մեր արմատներում, մեր սրտերում, մեր հոգիներում, եւ դրանից դուրս գալ այս իրավիճակից կա միայն մեկ ճանապարհ՝ միասնություն։ Ես այդ միասնությունը փորձում եմ ապահովել ինչպես քաղաքական ուժերի մեջ, ահա ինչու մենք առաջարկեցինք 70 մարդկանց ավել էլ կլինեն, ընդ որում այնտեղ տասնյակ կուսակցություններ եւ ոչ կառավարական կազմակերպություններ կամ անհատներ կան, որոնք ոչ մի կուսակցության էլ չեն, բայց նրանք ծանոթ են երկրին, ազգին, հասարակությանը։ Մյուս կողմից մենք հորդորում ենք չանել այն քայլերը, որոնք տանում են մեզ մինչև էլ ավելի խորը պառակտում, ինչպես օրինակ այս եկեղեցական խայտառակությունը, որ ոչ մի լավ տեղ մեզ չի տանի։ Իմ հարցը հենց դրան էր վերաբերում, արդյոք տարաձայնությունը այս հարցում չի խաթարի ձեր միասնականությունը եւ ձեր ջանքերը։ Ես չգիտեմ, եթե մարդիկ Կա այդպիսի վտանգ։ Իհարկե կա վտանգ։ Կա վտանգ անգամ նրանում, որ հենց հիմա իշխանությունը, ինչպես ցանկացած իշխանություն, այս ցանկից եւ դրանից դուրս գայթակղություններ է առաջարկում, տարբեր առաջարկներ է անում ոմանց, որոշ մարդկանց ներգրավելով իրենց կամ տնտեսական կամ քաղաքական խաղերի մեջ։ Դա անհայտ է եւ դա անխուսափելի է երևի, բայց ինչի համար ենք մենք ապրում։ Ես երկու պատերազմ անցած մարդ եմ իմ սերնդի հետ միասին եւ ես հիմա գիտեմ, որ սա իմ սերնդի համար, ինձ համար, սա վերջին մարտն է լինելու։ Սա եւս պատերազմ է։ Այո, սա պատերազմ է, հիբրիդային պատերազմ է, այո, ամենավտանգավորը քաղաքացիական պատերազմ։ Ես 5 օր առաջ էջից դրեցի մի հայտնի Սալվադոր Դալիի սարսափելի մի նկար, որը կոչվում է քաղաքացիական պատերազմի կանխազգացում, Premonition of the Civil War, 36 թվականի պատկեր է, որը նկարվել էր անմիջապես իսպանական պատերազմից առաջ, որը մինչև հիմա պառակտում է այդ հասարակությունը։ Ես չեմ ուզում մասնակցել դրան, ես կյանքս եմ տվել հանուն, ես չէ, մոռանանք, իմ սերունդը, հանուն այս երկրի, մեր հայրենիքի, եւ ես չեմ կարող հանգիստ նայել, ինչպես են սեփական ընտրության համար, հիպոթեկայի, բանկային պարտքը փակելու համար որոշ ոչինչ կյանքում չարած մարդիկ պատրաստվել են զոհաբերել մեր երկիրը, պատրաստ են զիջումներ անել, որոնք վերացնում են մեր ոչ միայն ազգային արժանապատվությունը, մեր աշխարհաքաղաքական Ինչ եք խորհուրդ տալիս մարդկանց այս դեպքում։ Ինչ դուք ձեր հոգու խղճի խոսքը ասեք։ Ես կրկին պետք է խոսեմ ոչ թե որպես քարոզիչ, այլ որպես քաղաքական գործիչ։ Կասեմ շատ մի պարզ բան։ Դուք ինքներդ նշեցիք, որ մենք 60,000 ստորագրություն հավաքեցինք։ Հարցումները ցույց տվեցին, որ կեսից ավելին 58%, երբեմն 49%, բայց մոտավորապես ազգի կեսը պատրաստ է ցանկացած բան քվեարկել հանուն Եվրամիության անդամակցությանը։ Սա մեր վերջին շանսն է։ Եթե դուք հասկանում եք ինչու՞մն է ընտրությունը, ոչ թե խաղաղության ու պատերազմի, ոչ, Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև։ Եվ իշխող
ուժերը իրար մեջ պայքարում են մի բանի համար, թե ով է լինելու Ռուսաստանի կողմից նշանակված նայողը, որին վերջերս նաև շատ լավ վերաբերվում է այդ գաղափարին Ադրբեջան եւ Թուրքիան։ Վերջերս Օվերչուկը հայտարարեց, որ այդ ճանապարհով Ադրբեջանի բացած ճանապարհով գնալու են նաև ռուսական բեռները եւ դա ռուսական երկաթուղին է անելու, այն ռուսական երկաթուղին, որը թալանել է Հայաստան, որը կոնցեսիայով հասցրել է մեր երկաթուղին այն աստիճանի, որ միջին արագությունը Հայաստանի երկաթուղու 12-15 կիլոմետր ավելի արագ վտանգավոր է որոշ տեղերում ընթանալ, ռելսերը արդեն շարքից դուրս են փտել են, այո։ Եվ այս ամենը նշանակում է, որ մենք փաստորեն 5 տարի անց վերադարձանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ղազագրին, որովհետև Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան հիմա հասել են նրան, ինչը դրել են մեր առաջ որպես վերջնագիր 20 թվականին։ Ճիշտ է, դա Թրամփի անվան նախագիծ է կոչվում, բայց Թրամփը շուտով կհասկանա, ինչպես արդեն հասկացավ Նետանյահուն, որը իրան համոզում էր գնալ այդ քայլի, հիմա չի համոզում, որ սա իրականում ծառայում է Թուրքիային, Ադրբեջանին եւ Չինաստանին, այլ ոչ թե Հայաստանին, Արևմտյան Եվրոպային, Ուկրաինային, Հնդկաստանին, ինչպես նախատեսված էր հյուսիս-հարավ ճանապարհով։ Բայց դուք ուրիշ հարց տվեցիք, ես շեղվեցի։ Ինչ անի հասարակ մարդ, հասկանա ինչ է կատարում, թույլ չտա, որ նրան խաբեն եւ ընտրի ոչ թե երկու չարիքների միջև, ինչպես մշտապես առաջարկում են։ Մեզ առաջարկում էին 18 թվին, 21 թվին, 23 թվին ընտրել երկու չարիքներից նվազագույնը։ Ընտրեք ոչ թե չարիքներից նվազագույնը։ Ընտրեք լույսի եւ խավարի միջև։ Ընտրեք կյանքի եւ մահի միջև։ Եվրոպան դա ապագա է, դա կյանք է, դա լույս է։ Ասիան, հատկապես այն Ասիան, որտեղ մեզ են քաշում, դա Հայաստանի համար մահ է։ Շնորհակալ եմ Գովազդ հատարենք եթերում մի կարճ ընդմիջումից հետո շարունակենք մեր զրույցը սիրելի հայրենակիցներ Գովազդը եթերում Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ ճշգրիտ ախտորոշում արդյունավետ բուժում նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, Տիգրան Խզմալյանն է մեր զրուցակիցը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Խզմալյան, Արարատ Միրզոյանը որոշակի ժամանակ առաջ ավելի հստակ կարծես թե հայտարարություն արեց Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության հնարավոր անդամակցության մասին հարցի շուրջ պատասխանելով Deutsche Welle-ին։ Նա ասեց կամ այս ամիս կլինի, որը իդեպ այդ ամիսը վերջացավ, հոկտեմբերը համարյա վերջացել է, կամ ասեց մյուս տարի։ Մյուս տարին էլ երևի թե կիսվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով, կարող է չվերա ընտրվեն իրենք։ Եվ այսպես, բայց ինչ-որ որոշակի ժամանակահատված նշվեց, ինչ-որ նպատակների մասին ավելի որոշակի հայտարարություն արվեց, որ այո, մենք մտադիր ենք։ Դա ձեզ չի վստահություն ձեր մեջ չի ներշնչում ձեզ վստահություն, որ այո, Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնում են դեպի անդամակցությանը հայտ ներկայացնելուն անդամակցության մասին Եվրամիության։ Ես առաջինը երջանիկ կլինեմ, եթե սխալվեմ եւ այս ամենի արդյունքում այս իշխանությունները, այլ իշխանությունները հայտարարեն, որ գործընթացը սկսված է, որ օրենքը, որը մենք նախաձեռնել ենք, որի համար ստորագրավակ ենք արել եւ ընդունել ենք տվել, որ այդ օրենքը կատարվի։ Բայց տեսեք, Deutsche Welle-ին իր հարցազրույցը Էգերտին Արարատ Միրզոյանը տվել էր Վարշավայում։ Անվտանգային այդ գագաթնաժողովի ժամանակ, ես այն ժամանակ Վարշավայում էի, դա սեպտեմբերի 29-30 էր, այսինքն այսօր հոկտեմբերի 27-ն է, մեր ՍՔՕ հերթական օրը, այսինքն անցել իսկապես մեկ ամիս, եւ ինչ, որևէ նշույլ կա նման որոշման, ոչ, մեկ ամիս կամ հետո, կամ մյուս տարի, Փաշինյանը ասելով 20 տարի անց ես տեսնում եմ Հայաստանը Եվրամիության մեջ, սա հարցնասուն հյուսիսից հայտնի դրվագն է այդ ֆիլմից հիշեցնում, այ Նատալիա Վասիլևնան կգա վաղը, կամ միգուցե մի շաբաթ, նա էլ կորոշի, այդ Նատալիա Վասիլևնան չի գալիս ու չի գալիս, եւ գիտեք ինչ, մենք ոչ թե խոսքերին չենք հավատում, գրեթե չկա, իսկապես չկա որևէ ղեկավար Հայաստանի, որը չէր խոսում եվրոինտեգրման մասին, ես գտել եմ եւ ունեմ լուսանկար այն մասին, որ սկրինշոտ եմ արել, որ 2006 թվականի ամռանը հունիսին Ռոբերտ Քոչարյանը առաջադրանք է տալիս 2 ամսվա ընթացքում կառավարությանը պատրաստել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու նախագիծ 2006 թվականին Պուտինը թույլ էր տալիս այդ ժամանակ ինչ էր անում Սերժ Սարգսյանը, մենք հիշում ենք 2013 թվականի նոյեմբերի 28-ին Վիլնյուս պետք է գնար եւ ստորագրեր արդեն Եվրոասոցիացումը, դրանից առաջ եկավ սեպտեմբերի 3-ը եւ Պուտինը գրեթե ականջից բռնած հանեց նրան այդ դաշտից, այո, եւ հետո Սերժը ասում էր, դե ես մի օրվա մեջ չէի կարող ամբողջ ազգին հարցնել։ Հիմա մենք լսում ենք պարբերաբար, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ Եվրոպա։ Ինչ է նա արել այս 7 ամսվա ընթացքում։ Հայտ է ներկայացրել, այո, ներկայացրել է, բայց ոչ Եվրամիության, այլ Շանհայյան կազմակերպությանը տնտեսական ընդունվելու եւ միայն Պակիստանի վետոն խանգարեց։ Դա անհեթեթություն էլ չէ, դա պարզապես ձեռառնոց է, որովհետև Շանհայյան կազմակերպության անդամը չի կարող լինել Եվրամիության անդամ, անգամ այսօր ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանը չի կարող հավակնել մյուս քաղաքառազմատնտեսական նաև մաքսային միության անդամ լինելը, բայց ինչ է արվել, մի բան, մի ցուցանակ է փոխվել
ԱԳՆ-ի շենքում։ Եվրոպայի բաժինը հիմա վերանվանվել է Եվրոինտեգրման բաժին։ Ում եք դուք խաբում։ Ես Ուկրաինայում խոսում էի Տարաս, վախանում եմ ուղղակի ազգանունը սխալ ասել, Ուկրաինայի փոխվարչապետն է գլխավորում Եվրոինտեգրման գործընթացը։ Այդքան լուրջ են իրենք վերաբերվում։ Մոլդովայում Մայա Սանդուն անձամբ է գլխավորում հանձնաժողովը, որտեղ Եվրոինտեգրումը դա ողջ քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական համակարգի բարեփոխում է, դատաիրավական։ Ինչ է արված այդ ուղղությամբ։ Ոչ մի բան։ Արվում են քայլեր հակառակ ուղղությամբ։ Եվ դա արվում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը իրականում պայմանավորվում է ռեգիոնալ ուժերի հետ իր վերընտրման մասին։ Եվ մենք պետք է սպասենք, որ նա վերընտրվի, որից հետո նա միգուցե տեսնի որտեղ է ավելի ապահով, այդպես չի կարելի ապրել, այդպես չի կարելի երկիր ղեկավարել, որովհետև մենք չունենք այդ ժամանակը։ Իսկ խոսքերին հավատալ չի կարելի։ Վերջերս նա այցելել էր Վրաստան, հա, կարծեմ, եւ ես ապշեցի մի պատկերից, ուրեմն հայ-վրացական սահմանի վրա կախված են մեծ դրոշներ։ Վրաստանի, Հայաստանի եւ գիտեք երրորդ դրոշը որն է։ Եվրամիության դրոշը։ Ամեն 3 դրոշից մեկը Եվրամիության դրոշն, այսինքն Վրաստանը ինչ որ մեկին Եվրոպային կամ սեփական ժողովրդին շարունակում է Վրաստանի կառավարությունը համոզել, որ իրենք Եվրոպա են գնում, մինչդեռ Եվրոխորհրդարանը պաշտոնապես հայտարարել, որ չի ճանաչում Վրաստանի կառավարությունը դրա հակաեվրոպական, հակաժողովրդավարական կեցվածքի համար։ Նույնը լինելու է Հայաստանի հետ։ Ես Եվրոպայում խոսացել եմ Եվրո պատգամավորների հետ, վաղը հանդիպելու եմ Եվրոպատգամավորների եւս մի պատվիրակություն է գալու եւ նրանց հետ եմ հանդիպելու վաղը։ Մենք այդ մասին ենք խոսում։ Իրենք ասում են դուք ոնց որ թե եվրոպական ճանապարհից շեղվել եք վրացական ճանապարհով եք հա գնում։ Ասում են մենք չէ, բայց կառավարությունը գնում է այդ ճանապարհով։ Ահա ինչու են իրենք այդքան զգուշ։ Ահա ինչու այն ներդրումները չկան, ահա ինչու չկան անկեղծություն, ահա ինչու Մակրոնը այդպես էլ չեկավ այս տարիների ընթացքում Երևան, որովհետև Մակրոնը շատ լավ հասկանում է այստեղի խոհանոցը եւ հասկանում է, որ մենք անկեղծ չենք, մենք չէ։ Փաշինյանը իրենք ուղղակի Հայաստանը ասելով տեսնում են հիմա Փաշինյանին։ Տվյալ դեպքում Արադ Միրզոյանը կարծում եք այնքան էլ անկեղծ չէ։ Բացարձակապես ոչ, նա ընդհանրապես մի պաշտոնյա է, որ կրկնում է իր շեֆի դիրքորոշումը։ Լավ, ձեզ կասեն, լավ գործերը չեք տեսնում։ Ադրբեջանը որոշ գնացքներ է այսուհետև թողնելու, որ մտնեն Հայաստան։ Սա մեծագույն խնդիր է։ Նախ սա քաղաքական խնդիր է, տնտեսական խնդիր չէ։ Սա նաև անվտանգային խնդիր է։ Մենք ուտելու ենք Ադրբեջանով անցած ցորենը, սնունդը, լուրջ։ Արցախցիները երբ որ չէին ընդունում 2023 թվականին ինչու չէին ընդունում, այդքան սկզբունքային էին, ոչ միայն, իրենք գիտեն, որ չի կարելի այդ ձվերը, այդ հացը, այդ ցորենը, բրինձը բերել տուն, որովհետև դա ինչպես 1988 թվականին, 89 թվականին, երբ որ երկրաշարժից հետո ամեն ինչը թունավորվում էր, փչացվում էր, պահվում էր սառնարանները անջատած հետո էր ուղարկվում Հայաստան, սովետական հզորագույն միության օրոք։ Ով է ձեզ ասել, որ հիմա դա չի արվի, կամ որևէ վարակ չի լինի, մենք այդ լաբորատորիաները ունենք, թե մենք ուղղակի հավատում ենք Մերիբան Փաշաևայի գեղեցիկ աչքերին, հա? Ես պատրաստ չեմ իմ երեխաներին ու թոռներին կերակրել այդ ցորենով։ Որ լավ է լինելու, հակառակը, դուք ինչու եք այդքան վատը մտածում։ Որովհետև ես քաղաքական գործիչ չեմ, ես պարտավոր եմ նախ եւ առաջ պաշտպանել իմ երկիրը։ Եվ ես գիտեմ, որ այդ ցորենը Ղազախստանից մենք կարող ենք Վրաստանով ստանալ, մենք կարող ենք Ուկրաինայից բերել, Իրանից բերել։ Իմջալուց խոշորագույն ցորենի վաճառողը Հնդկաստանն է, իմանանք։ Հնդկաստանից կարելի է ոչ միայն զենք, այլ նաև ցորեն բերել Իրանով։ Այդ ինչ խնդիր է, որ Ռուսաստանը մեզ ինչ է բերում։ Գազ։ Հենա Իրանի գազը կա, Թուրքմենստանի գազը կա, Իրանից բանով ինչ ենք մենք արել դրա համար։
Այդպես որ ես պատրաստ չեմ ուրախանալու դրա համար։ Բացի դա, կրկնում եմ, մենք արդեն ասացինք այսօր, այս ճանապարհով ռուսներն են գնալու։ Իրենք արդեն ասեցին եւ ԿՊ-ի խոսնակներից մեկը ուրախությամբ, հեգնանքով գրում է, բա ասում ենք, որ Ալիևը մեր թշնամին տեսնում եք, նա արդեն երկրորդ քայլն է անում Հայաստանի օգտին։ Ո՞րն է այդ քայլը Հայաստանի օգտին։ Դուք լուրջ եք։ Ես բան չունեմ ասելու։ Անկամ հաշվել չեն կարող, օգուտը որտեղ է ավելի շատ 32-40 կիլոմետր ճանապարհից գանձելու մաքսատուրքը, թե հյուսիս-հարավ 355 չէ, ինչ եմ ասում, 500 կիլոմետր, ինչն է ավելի օգտակար Հայաստանի տնտեսության համար, 500 կիլոմետրից, 560 կիլոմետրից ստանալ մաքսային եկամուտները, թե 42 այն էլ կիսել այդ 42 կիլոմետրի բանը եկամուտը ինչ որ ամերիկյան մասնավոր ընկերության հետ։ Սա արդեն երկրորդ դասարանի համար թվաբանության խնդիր է, չէ՞ կարծեմ։ Այսպեսով փորձենք ամփոփել այս քարը, որ դուք բերեցիք։ Այո, դուք մեջբերեցիք եւ հիշեցրեցիք այդ հայտնի ասացվածքը, ով մեղք չի գործել, թող նա գցի, այսինքն բոլորն էլ մեղք են գործել, բայց այդ քարը մեկ այլ խորհրդանիշ է։ Ես նաեւ բացի Աստվածաշնչյան ասոցիացիաներից բերեցի սա որպես նշան, հայերենում կա այդպիսի ասացված քարերը փեշից թափիր։ Ես բերել եմ այս քարը, որ առաջարկեմ բոլորին, քարերը փեշերից թափեք ժողովուրդ։ Մենք երկիր ենք կորցնում, որովհետև ոչ թե պատերազմով ենք մենք կորցնելու երկիրը, եթե այդպես շարունակվի, այլ արտագաղթով, որովհետև այն ինչ կարող է սկսվել, այս վիճակը, անորոշությունը, մշտական պատերազմի վտանգը, արհեստական միանգամայն, պահելով ժողովրդին այս վիճակում, ինչը հիմա անում է Փաշինյանի կառավարությունը, դա բերելու է ոչ միայն արտագաղթի, դա բերելու է մեր պետականության ավարտի։ Մենք տեսել ենք 2 տարի առաջ ինչ կատարվեց Արցախում 3 օրվա ընթացքում։ Մենք ունենք 3-ից 5 տարի, որովհետև Եվրոպան փակվում է։ Դա արդեն ակնհայտ է։ Ես խոսել եմ մի քանի կուսակցությունների հետ, վաղնել եմ խոսելու, նրանք փակում են Եվրոպան միգրանտներից, նրանք սկսում են արտաքսել միգրանտներին, դա մեծագույն խնդիր է։ Այդ մասին խոսում է նաև Թրամփը։ Այսինքն սա միտում չէ, դա արդեն քաղաքականություն է պաշտոնական։ Այդ կուսակցությունները գալիս են իշխանության։ Մակրոնից հետո գալու է ըստ երևույթի ազգային ճակատը, Բարդելան, Բաբիշը արդեն եկավ իշխանության։ Լեհաստանը շատ կոշտ է։ Նիդերլանդները, Բելգիան, բոլորը գնում են այդ ճանապարհով։ Գերմանիան նույնը գնում։ Մերցը արդեն 18000 փախստական այս տարի հետ է ուղարկել։ Հայաստանի համար մնում է եվրոինտեգրման համար հաշված տարիներ, մինչև 30 թիվը։ Եվ դա չի նշանակում, որ մենք 29 թվականի դեկտեմբերին կարող ենք ինչ-որ բան անել, ոչ։ Մենք արդեն ամեն ինչ ավարտած պետք է ունենանք, որ մեզ ընդունեն։ Սա չի արվում, որովհետև քարերը փեշից չեն թափում, որովհետև շարունակում են քարկոծել միմյանց, որովհետև ատելությունը դարձել է ներքին քաղաքականության գլխավոր զենքը։ Այո, սա ոչ միայն քաղաքական երկրաշարժ է, մենք քանդում ենք մեր տունը։ Քարերը հավաքելու ժամանակն է, այլ ոչ թե թափելու միայն սկզբում, փեշերից թափեք, որ մենք մեր տունը նորոգենք, ոչ թե եկեղեցու մեջ եւս մի պառակտու մտցնենք եւ անվանենք սա նորոգում, ազատագրում, ինչ ազատագրում։ Մեր երկիրը գաղութ է, ռուսա-թուրքական գաղութ է առ այսօր։ Ռուսական զորքերը կանգնած են մեր սահմանների վրա, մեր բոլոր հանքերը ռուսական են։ Բանկերը, մամուլը, կուսակցությունների մեծ մասը, ռուսական եթերը լցված է Հայաստանով մեկ։ Եվ դուք եկեղեցի եք այս վիճակում ազատագրում, ումից եք ազատագրում։ Մենք երկիրը պետք է ապագաղութացնենք, դա է մեր նպատակը։ Եթե մենք դա չանենք, մեր սերունդը դա չանի, մենք այս երեխաներին, որից սկսեցիք ձեր ծրագիրը, ինչ ենք թողնելու։ Ճամպրուկներ։
Այն էլ դուք ասում եք փախչելու տեղ այլևս չկա։ Արտագաղթելու տեղ չկա, դուք ասացիք։ փակվում է։ Վրաստանով կբացեն ճանապարհ, ինչպես Լաչինով։ Ուշ։ Եթե ես ասել եմ դա ու ելի եմ ասում։ Այսինքն- Եթե Հայաստանը չգնա Եվրոպա, հայերը կգնան Եվրոպա առանց Հայաստանի։ Իսկ ավելի ճիշտ չի կառուցենք մեր երկիրը։ Իհարկե, դրա համար էլ ես քարերը փեշից առաջարկում եմ թափել։ Շնորհակալ եմ այսօրվա եթերի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էր այսօր մեր զրուցակիցը։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։